Համի ուժի թևերով այսօր կրկին բացահայտելու ենք ֆրանսիական խոհանոցային արվեստը։ Փորձելու ենք բռնել այն փախչող ակնթարթը, երբ համը դառնում է պատմություն, արթնացնելով փարիզյան գեղեցիկ առավոտների նախաճաշերի տարբեր էմոցիաները։ Երևանի սրտում, Աբովյան փողոցի Փոլ ռեստորանում, որի պատուհանի տակ թաքնվել է փոքրիկ Փարիզը, պատրաստելու ենք կրեպ։ Իսկական, համեղ ֆրանսիական կրեպ, կրեպներից թերևս ամենահայտնին՝ կրեպ Սյուզետը։ Եվ իհարկե այս կրեպը պետք է ունենար յուրահատուկ ու շատ տարօրինակ պատմությամբ մի կնոջ անուն։ Ֆրանսիական նրբագեղության մեջ նույնքան նրբագեղ եւ եթերային երգահան ու կատարող Լիլիթ Բլեյանի հետ զրուցելու ենք։ Չէ, ավելի ճիշտ փիլիսոփայելու ենք պոեզիայի, ներշնչումի ու գեղեցիկ արարումների մասին։ Կրեպն արվեստ է, որովհետև նրա մեջ համադրվում են հակադրություններ, աղին ու քաղցրը, պարզն ու արիստոկրատը, կրակով այրումն ու սառը պաղպաղակը։ Այն իր մեջ կրում է ֆրանսիական հումորը, ճաշակը, համբերությունը եւ ամենակարևորը՝ խոհանոցի հանդեպ պաշտամունքը։ Ֆրանսերենում կրեպ նշանակում է շղարշ։ Հավանաբար կրեպի նրբության պատճառով էլ հենց այս դեսերտը այդպես են անվանել։ Առաջին գրավոր հիշատակությունը կրեպի մասին թվագրվում է դեռևս 14-րդ դարին։ Իսկ քաղցր կրեպի պատմությունը սկսվում է 19-րդ դարից, երբ քաղաքային խոհանոցում կրեպը արդեն սկսում է վերածվել յուրահատուկ աղանդերի։ Կրեպների բազմաթիվ տեսակներից թերևս ամենահայտնին հենց մեր կրեպ Սյուզետն է, նարնջի լիկյորով ֆլամբե արված հրաշքը։ Այն այնքան սիրված եւ տարածված ֆրանսիական դեսերտ է, որ մի շարք լեգենդներ են հյուսվել դրա մասին։ Ասում են, որ կրեպ Սյուզետը ստեղծվել է պատահաբար 1895 թվականին, երբ մաեստրո Անրի Շարպենտիենը Մոնտե Կարլոյի մի շքեղ ռեստորանում պատրաստում էր դեսերտ Ուելսի արքայազնի համար։ Մի կայծ, մի այրվածք, մի համային հեղափոխություն եւ համաշխարհային դեսերտի առասպելը ծնվեց։ Ես ինձ զգում եմ ինչպես մանկության ինչ-որ մի դրվագի մեջ հայտնված հեքիաթային մի հերոս։ Ինչու՞։ Որովհետև մեր մանկության մեջ ամենասիրելի պահերը թխվածքին առնչվող պահերն էին, երբ մենք ունեինք հնարավորություն խաղալու ալյուրի հետ, կոտրելու հավկիթները, կարագով ինչ-որ նկարչություն անելու, եւ այդ ամենը իրականում կարող է ձևավորել մի շատ յուրահատուկ համ, որը բնորոշ է Փոլին։ Փոլը որպես բրենդ շատ հին է եւ այդ հնության մեջ կան ավանդույթների շատ գեղեցիկ շարունակական ճանապարհներ, ուղիներ։ Այդ ավանդույթները մեզ բերում են համի նմանությանը։ Լինենք աշխարհի որևէ կետում, եթե մենք Փոլից ենք գնում հացը, այդ հացը պետք է ունենա հստակ համ, չէ՞ դա։ Եվ այս է հետաքրքիր, ինչպես է Փոլը կարողանում պահել այդ ավանդույթները։ Կա ինչ-որ կանոնագիրք, ըստ որի Փոլի այս կամ այն ուտեստը, այս կամ այն թխվածքը, թխվածքաբլիթը կամ հացը պարտադիր պետք է ունենա նույն որակն ու նույն համային հատկությունները։ Այո, պարտադիր մենք առաջներին շարժում ենք Փոլի, մեր այսպես ասած բայբլ ունենք Փոլի, որտեղ որ հստակ տված է իրենց կանոնադրությունը, ռեցեպտները, ամբողջ այդտեղ է ու ամբողջ աշխարհը շարժվում է, որտեղ կա Փոլ, այդ բայբլով շարժվում է։ Հասկացա։ Փոլը ոչ միայն տեղում սրճարանում երիտասարդների համար հետաքրքիր միջավայրում շփվելու ու ուտելու մի վայր է, այլև որակյալ ուտելիքի փոքրիկ արտադրամասերի ցանց, որտեղ դուք կարող եք գտնել ձեր ուտելիքը եւ տանել այն ձեզ հետ։ Ես շատ ուրախությամբ հայտնում եմ, որ նաեւ Զվարթնոց օդանավակայանում արդեն նախքան ձեր թռիչքը դուք կարող եք ձեր ընկերների հետ վայելել համերը կամ տանել ձեզ հետ ձեր մի կտոր հացը Հայաստանից ֆրանսիական ակցենտով եւ իհարկե վայելել ամբողջ ընթացքին։ Այնպես որ եղեք ուշադիր, բոլոր այն տեղերում, որտեղ կա Փոլը, դուք կգտնեք թե համեղ հացեղեն, թե համեղ հացաբուլկեղեն, թե համեղ թխվածքներ եւ թե սուրճերի լայն տեսականի տարբեր յուրահատուկ հավելումներով։ Իսկ մենք այսօր պարտադիր պետք է պատրաստենք քաղցր համեղ կրեպ Սյուզետ, ֆրանսիական դասական կրեպ Սյուզետ։
Դավջան, ինչով եմ օգնում, ինչից ենք սկսում։ Եկեք սկսենք նարնջից։ Նարնջից հետրան պետք է կրպենք, ես մանր կտրատենք, այնուհետև իրեն սիրոպի մեջ տապակենք։ Սկսենք այդ process-ից կամ մենք լվացել ենք նարինջը, նախապես լավ լվանում ենք, որպեսզի լավ լվացած լինի։ Ցեդրան սենց բարակ շերտազատ է։ Այստեղ կարող եք ջարդել 2 ձու, հավկիթ։ 2 հավկիթ։ Ես այդ ընթացքում սա կտակեմ։ Ուրեմն 2 ձվին ավելացնում ենք 5 կտա շաքարավազ։ 1 2 Եվ որ ենք խնդրենք մեզ սացեյնիկ տա, հա, որպեսի 5 տեղական շաքարավազը, չէ՞, սա հայկական։ Այստեղ աճեցրած, արտադրած, հավաքած մեր շատ կարևոր է։ Տուր են մեծ բանը։ Սա ունի, չէ՞, հարիչ։ Մենք հարիչ, բայց մենք վենչիկ ենք ասում։ Վենչիկ, այո։ Շեֆ։ Այո, հարիչ։ Ուրեմն, հավկիթը եւ շաքարավազը հարելու համար ցանկալի է պահել հարևանի վրա։ Ուրեմն 2 հավկիթ, 5 գտալ, այսինքն այսքան քաղցր է կրեպի խմորը, թե սա խմորը չի։ Խմորն է։ Այսքան շաքարավազով այդ կրեպի խմորը չի դառնում։ Քաղցր է։ Չէ, լավ է։ Չէ, խորացը, գիտես։ Բայց եթե ուզում են օրինակ նրբերշիկով անել, էլի այսքան շաքարը։ Հա, այդ դեպքում դե մենք պատրաստում ենք զիսել, դրա համար ավելի քաղցր են դնում։ Կա որ նիտրալ կարող ենք սարքել նաև որ ուտելիքներ մատուցել։ Մենք խոհանոցում ունենք ֆրանսիական կրեպ, որը մատուցվում է սալմոնով եւ կրեմ չիզով, ծովով ինքը արդեն քաղցր տարբերակը չի։ Այստեղ ցետրային ավելացնում ենք շաքարավազ եւ ջուր։ 2 գտալ ճաշի գտալ շաքարավազ։ Ավելացնենք դա ինչ է։ Ալու կաթ, ում վրա։ Սա դանդաղ լցնում ենք։ Մի բաժակ կաթ։ Մի բաժակ կաթ։ 250 մլ։ 250 մլ։ Ավելացնենք ինչ։ Ձեթ։ Ինչ ձեթ է։ Արևածաղ։ Արևածաղկի ձեթ։ 1 2 3 4 5 Ինչքան ալյուր։ 200-250 գրամ, բայց ես ավելի աշկաչափի վրա եմ աշխատում։ Գնաց։ Իրականում մենք հիմա պատրաստում ենք շատ հյուրընկալ մի թխված քատանը, ես bakery-ին որոշեցի այդպես թարգմանել, թխված քատանը պատրաստում ենք կրեպ սյուզետ։ Այո, կան այդպիսի կանայք, ինչպիսին Պավլովան, սյուզետը եւ այդպիսիք, որոնց անուններով աղանդեր են ստեղծում։ Ավելացնենք վանիլի էքստրակտ։ Վանիլային էքստրակտ, ես էլ եմ գիտես, որ սիրում հեղուկ վանիլին առավել քան փոշի։ Դուք Ֆրանսիայից եք բերում այս էքստրակտը։ Այո։ Իդեպ մեր հունքերի մեծ մասը գալիս է Ֆրանսիայից։ Ու դա փոլը ամբողջ աշխարհում, թե ալուրներից սկսած, մեր տեսականին պարտադիր պետք է իրենցից լինի։ Այդ պատճառով որ փոլ մտնում եք, նույն որակն է, նույն համն է։ Ինչ դուր է գալիս այդ ալուրի որակների տարբերությունը փոլում եւ այն տարբեր հացիկների բազմազանությունը, որ կա եւ տարեկանի ալյուրով, եւ կա տարբեր տեսակի առաջին երկրորդ եւ թթխմորով։ Մենք սա ընթացքում անպայման ցույց կտանք։ Ամառային մենյուի հետ գալիք նաեւ ունենալու ենք նոր հացի տեսականներ։ Այս դեպքում արդեն տարբեր համերի հաց է, ոչ թե միայն ալուրի սորտի, այլ նաեւ համային հաց։ Ու նիհարացնող, որ ուտես նիհարես, մի երկու մուխան կալես նիհարես։ Չեն չաղացնում։ Դա ընտիր տեքստեր ես ասում։ Մի հատ տեսեք ինչ անգունդ խմոր եմ ստացել։ Ով ունի։ Ով տեղս չգիտի, իմացեք։ Paul Bakery։ Հիմա թեթև ձեթ ենք փչում։
Սա կտաս ես ուտեմ, որտեղ իմ աչքներ վրան, հա թող կարում եմ։ Այս ամեն ինչը պարզ էր, այս կարագը մեզ ինչի համար է պետք։ Այս կարագը հեսա սյուզետը, որ սկսենք արդեն տապակել, հիմա կրեպներ պիտի պատրաստենք ու սոուսներով կարագի մեջ պիտի տապակենք, ավելացնենք կոնյակը, կուանտրով, նարնջի լիկյոր ու ֆլամբե ենք անելու։ Հեսա նարնջի լիկյորը։ Ապա մենք ոնց գտնենք նարնջի լիկյորը, երբ որ տանը որոշենք սյուզետին վառել։ Տանը Ինչով պետք է պատրաստել նարնջի լիկյոր։ Օղով։ Օղով։ Նարինջը դնենք օղին վրան ու դիմանանք, Մինչև ես հիշում եմ փոքր ժամանակ մեկտեղ մայիս հաճախ պատրաստում էր լիկյորներ տարբեր մրգերից։ Վառեց։ Ու վառված, բայց դուք վառված եք ուզում։ Կրեպը պիտի հաստ լինի, թե բարակ։ Նայած։ Հիմնականում ուստ ում այս հաստությունից բարակ Նասիշնի լինի էլի համային։ Դա, բայց իսկապես մի քիչ քաղցր չի 5 կտալը։ Կարող եմ փորձել։ Իհարկե։ Իմ կրեպից։ Ձեր կրեպից։ Չէի ասի։ Նա քաղցրակեր է։ Բայց ես քաղցրակեր եմ, այո, իրականում։ Սա ոնց իմացա։ Նորից թեթև տեսով կարամել ենք պատրաստում։ Շաքարավազ։ Լցնեմ մի գտալ, բավական է։ Չէ, եկեք երկուս լցրեք։ Սկսենք մեկից։ Այս ինձ շատ օգտակար գիտելիք է։ Սա օրինակ ես չգիտեի, որ պետք է այսպես մավելով լցնել, որպեսզի չկուտակվի մի տեղում ու դառնա համասար։ Հղա։ Շատ լավ։ Թուլանում է եւ ավելացնում ենք կարակ։ Այդ շատ լավ բառ է, քիչ թուլանում է, ուրեմն շաքարավազին թուլացնում ենք։ Այստեղ ավելացնում ենք հիմա կարակ։ Կարակ։ Ինչի համար։ Կրեպի 50 գրամ կարակ։ Կրեպի մի պարտադիր պայմանը կրեպը լավ տապակել քաղցր կարակի մեջ։ Ես սյուզետը շատ յուրահատուկ կին է, հա, եղել տենց քաղցր։ Ամեն ինչի մեջ շաքար կար։ Երևի շատ քաղցր է։ Վերջում կարակով յուղում ենք, որը գնա էլի։ Ձեզ պետք է խնդրեմ Սիրով ինչ անեմ։ ծալենք իրան եռանկյունի։ Եռանկյունի ծալ, ափսեի մեջ թե առանց։ Այդպես մի հատ էլ։ Քամեն նարինջը։ Վառվող սյուզետ։ Հիմա այս process-ը կոչվում է ֆլամբե։ Ախ, ես վառելն է ֆլամբեն։ Այո, սա ֆլամբեն է։ Լիկորի այրելը դա հասկացա։ Մինչ այլոց Ֆրանսիայում ֆլամբեն անում են հաճախորդի սեղանի մոտ են անում, որպեսզի ավելի հետաքրքիր եւ սիրուն ստացվի։ Ինձ թվաց ուզում ես ասել ֆլամբեն անում են հաճախորդին հետ, ոնց որ ով ներվերներին ազդում է, արագ վառում են։ Ես զգում եմ, որ սյուզետը նաև սիրել է լավ խմել։ Զգում եմ, անզեն աչքով։ Այո։ Եվ ձեզ ասեմ։ Քաղցր եւ խմող սյուզետ։ Ամեն անգամ Ֆրանսիայի խմիչքների մասին խոսելիս կամ հիշելիս ես ընդգծված հիշում եմ Ռեմարկի հաղթական կամարը եւ այնտեղ Կալվադոսի մասին իրենց այդ շատ սիրուն շարքը Ռեմարկի առհասարակ ֆրանսիական բոլոր ստեղծագործություններում իրենց եւ ուտելիքի մասին, եւ խմիչքի մասին, իրենց պատումների ու պատմության մասին շատ բաներ կան։ Այսքանն է, թե պիտի ավելացնենք։ Չէ, այսքանն է, կարող ենք փորձել։
հրճկվեց դու Սյուզետ։ Ավելի հարմար բառ չէի կարող գտնել այս բանը։ Ես ուզում եմ ասել, որ ես համաձայն չեմ ոչ Պոլի հետ, ոչ Դավթի հետ, ոչ մանավանդ Սյուզետի հետ, որովհետև այս ամեն ինչը որ սարքում են, մենք ենք չէ ուտում։ Մենք որ ուտում ենք։ Մենք ենք չէ չաղանում։ Մենք որ չաղանում ենք, մեր մասին են չէ գրում վատ բաներ։ Հո Սյուզետին չեն հիշում։ Սյուզետը, ինչպես տեսնում եք, արդեն դեսերտ ունի անմահացրած իրանով։ Ուզում եմ ասել շնորհակալություն։ Շատ համեղ, շատ նոր։ Ես երբևէ չէի փորձել կրեպ Սյուզետը ու շատ նրբահամ եւ թեթև է միևնույն ժամանակ։ Բոլորովին քաղցր չի իր ծանրացնելով։ Այս ցեդրան մի հատ լրիվ ուրիշ թեթևություն եւ թարմություն է հաղորդում, իսկ թեթև ալկոհոլը ուղղակի ընդգծում է բոլոր համերը, հա, այդ ալկոհոլային գերակտիվությունը չունի ու մի տեսակ սիրուն թեթև տրամադրություն է հաղորդում, որ ուզում ես գնալ նստել փոլի սեղաններից որևէ մեկի մոտ, պատվիրել մի բաժակ շամպայն եւ պատվիրել կրեպ Սյուզետ։ Ապրեստա գժություններ։ Անկեղծ ասած, երբեք չէի պատրաստել կրեպ։ Փոլ ռեստորանի բրենդ շեֆ Դավթի օգնությամբ եւ կատարմամբ այն իհարկե շատ պարզ է թվում, բայց վստահեցնում եմ ձեզ, լուրջ վարպետություն է պահանջում։ Այսպիսով, կրեպ Սյուզետ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ձու, 5 ճաշի գդալ շաքարավազ, 5 ճաշի գդալ ձիթայուղ, վանիլին, 250 գրամ կաթ, 250 գրամ ալյուր։ Այս ամենը լավ խառնում ենք իրար, արագ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Կարևոր է, որ ալյուրը մաղենք խմորի վրա ամենավերջում, որպեսզի հասկանանք թանձրությունը։ Քանի որ ալյուրի չափը շատ հստակ չի, պետք է ըստ թանձրության հասկանանք ավելացնել, թե ոչ։ Եթե ուզում եք, որպեսզի նրբաթերթիկներն ավելի հաստ լինեն, բնականաբար ալյուրը մի քիչ շատ պետք է անեք։ Այսպիսով, խմորը թխում ենք ինչպես սովորական նրբաբլիթները, մեր սիրելի բլինչիկները, տաք տապակի վրա, բարակ շերտով տարածելով թույլ խմորը։ Կրեպ Սյուզետի օշարակի համար անհրաժեշտ է նարնջի ցեդրա, 1-ից 2 գդալ շաքարավազ կարամելացնելու համար, 50 գրամ կարակ, 1 նարնջի հյութ, 30 մլ կոնյակ, 30 մլ կուանտրո, այսինքն նարնջի լիկյոր։ Նարնջի ցեդրան բարակ շերտով առանձնացնում ենք, կտրատում ենք բարակ ձողիկներով, եփում ենք օշարակի մեջ, մինչև լավ փափկելն ու նարնջի բույրն օշարակին փոխանցելը։ Շաքարավազը տապակի մեջ կարամելիզացնում ենք, ավելացնում ենք կարակ եւ լցնում ենք նարնջի հյութը։ Այս ամենի մեջ տապակում ենք արդեն կրեպի պատրաստի քարածալ թերթիկները։ Վրան ավելացնում ենք կոնյակ եւ նարնջի լիկյոր ու վերջում կրակ, ֆլամբե ենք անում, ֆլամբե։ Կրեպը տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, վրան լցնում ենք ցեդրայի տաք օշարակը, մի քիչ ավելացնում ենք մեր սերը եւ մատուցում ենք տաք, իսկական կրեպ Սյուզետ։ Դե ես կարծում եմ, որ Սյուզետը դեմ չէր լինի, որպեսզի իր անունով այս գեղեցիկ դեսերտը մատուցենք համեղ, սառը, կոնտրաստային պաղպաղակով։ Որքան անհամ կլիներ կյանքը, եթե այսքան հարուստ չլիներ համերով։ Որքան տխուր կլիներ մեր ամեն օրը, եթե այսքան առատ չլիներ հաճելի, արարող, որակով մարդկանցով։ Համիոժը ինձ համար մի գեղեցիկ առիթ է նաև ընկերներիս, հարազատներիս ու քույրերիս հանդիպելու համար, եւ այդ հանդիպումներն առանձնահատուկ են դառնում նաև համեղ հյուրասիրությամբ։ Վաղուց էի ուզում իմ սիրելի քույր Լիլիթի հետ հարցազրույց անել, սավառնել նրա ներշնչանքի թևերով, փիլիսոփայել հայկական եւ ֆրանսիական պոեզիայի լուսավոր ոլորտներում։ Համաշխարհային ճանաչում ունեցող Փոլ բրենդի երևանյան այս գեղեցիկ անկյունը Լիլիթի հետ հանդիպելու լավագույն վայրն է։ Մանավանդ իր խոսքի մեջ Լիլիթն այդպես էլ նշեց, որ առաջին անգամ Փարիզում հայտնվելով հենց Փոլում է վայելել իր փարիզյան գեղեցիկ օրը, այնպես որ տպավորությունները շարունակվում են։ 1889 թվականին
Երբ իմ նախապապերը բացեցին իրենց առաջին հացաբուլկեղենի սրահը, նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հացի հանդեպ իրենց մեծ սերն այնքան կընդլայնվի, որ Ֆրանսիայի սահմաններից դուրս կգա, եւ որ դուք մեզ այսքան ջերմ կընդունեք Երևանի սրտում։ Ավելի քան 130 տարվա պատմություն ունենալով մենք իսկապես ուրախ ենք, որ շարունակում ենք ձեզ հետ կիսել մեր ամենակարևոր արժեքները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են մեր ընտանիքում սերը, հացի նկատմամբ, ֆրանսիական art de vivre եւ մեր արտադրանքի բարձր որակի պահպանումը։ Սրանք շատ կարևոր խոսքեր են հենց Երևանյան փոլի համար գրված, ստեղծված, իսկ իմ հյուրը ամենաֆրանսալեզու հայերից է, մարդ, որը խորապես ուսումնասիրել է ոչ միայն լեզուն, այլև ամբողջ մշակույթը եւ նաեւ շատ գեղեցիկ թարգմանություններ է արել ֆրանսերենից հայերեն, փոխադրելով մեր ամենասիրելի երգերը։ Լիլիթ Բլեյանը, լեզվաբան, հեղինակային երգերի ստեղծող, կատարող եւ իմ շատ սիրելի քույրը։ Լիլիթ ջան, բարով ես եկել փոլ։ Ես մտածեցի, որ ամենաֆրանսիական կետում արժի քեզ հետ հանդիպել մեր Երևանի։ Շատ ուրախ եմ, ես իդեպ մի քանի օր առաջ եմ եկել ամենաֆրանսիական Փարիզից։ Ես գիտեմ, որ դու հաճախ ես գնում Փարիզ, մանավանդ գնում ես քո հեղինակային երգերով, ու դա ինձ հիացնում է։ Լիլ, ինչ է նշանակում art de vivre։ Ես ինձ թույլ տամ այստեղ բան չանել, գլուխ չգովել ու չասել, որ ես իրականում գիտեմ ամեն ինչ։ Եվ ես կարող եմ ասել ինչպես եմ ես ինքս դա անցալում այդ ֆրանսիականությունը, որովհետև ֆրանսերենը ու ֆրանսիական մշակույթը ինձ մոտ շատ պատահաբար է հայտնվել, ես կարող եմ ասել, պատահաբար լավ իմաստով, երգերի միջոցով։ Ես որոշեցի թարգմանել ամենահայտնի ֆրանսերեն երգերից մեկը, Ժակ Բրելինը Մուկի տպան, եւ այդպես ֆրանսերենը հայտնվեց իմ կյանքում, այսինքն ֆրանսերենը երևի բոլորի կյանքում ինչ որ մի ձևով կա, նույնիսկ եթե իրենք դա չեն պատկերացնում, որովհետև այն բառերի մեջ, որ մենք ամեն օր օգտագործում ենք, անպայման ֆրանսիական մի մասնիկ կա։ Ուղղակի մենք այդ մասին չգիտենք։ Մեր մերսիից սկսած։ Ամեն հատկապես հայկական մերսի։ Մինչև պատահաբար չենք սկսում լեզուն ուսումնասիրել։ Ու ես քանի որ իրական ֆրանսերեն ուսումնասիրել եմ ինքս, իսպաներենի հիման վրա, այդպես ինձ կարող եմ համարել սիրող, բայց սիրող լավ էլի իմաստով, որտեղ ֆրանսերենը պիտի սիրես, որ սովորես։ Ու երգերը սիրել, հետո լեզուն սիրել, հետո սիրել ֆրանսիականությունը, ինձ թվում է այդ սիրունն այդպիսի ճանապարհ է, որ իմ կյանքում կառուցվեց։ Վերջին 10 տարում այսպես տոտիկ ես մոտեցա ֆրանսերենին, ես սիրեցի։ Լիլիթ, ասում էին, որ Ազնավուրը իր սեղանին ուներ բազմահազար բառարաններ, հոմանիշների, բացատրական եւ այլ տեսակի, եւ ոչ թե որպես երգիչ է միայն իր արժեքը, այլև հենց ֆրանսերենի ուսումնասիրության մասնագետ, որպես լեզվաբան, որպես մարդ, որը կարողանում էր բառերի հետ խաղալ այնպես, ինչպես ոչ ոք, անգամ բնիկ ֆրանսիացիները այդպես չէին կարողանում։ Ֆրանսերենը Ազնավուրի երևի բանն է եղել, էլի, իրոք սիրո առարկան է եղել, այդ ամենայն դեպս զգացվում է, երբ սկսում եմ ես քանի որ Ազնավուրը թարգմանեցի մի քանի երգ, ես զգացի ինչպես այնքը մոտենում այդ երգերի կառուցվածքին, ինչ ես ասեմ բծախնդրություն, որտեղ բծախնդրության մեջ կա մի քիչ այդպիսի դառը բան, մի քիչ քթիմազությամբ ու լավ քթիմազությամբ, որովհետև իր մոտ ֆրանսերենը ծառայում է որպես բան շինանյութ մի ամբողջական սպեկտրի համար, ինքը օգտագործում է ֆրանսերենի իմաստները, բառերի իմաստները, բառերի հնչողության բոլոր երանգները, ռիթմիկ բոլոր երանգները, տառերի հնչույթների, չգիտեմ, այնպես է ինքը լեզուն կարողանում երգերի մեջ ինտեգրել, որ երևի շատ քչերն են այդ բանով մոտեցել, այդ մանրակրկիտությամբ։ Լիլ, իտալացիները ասում են dolce far niente, ապրել անշտապ։ Ֆրանսիացիներն ասում են art de vivre, հա, դա որն է, ապրելու արվեստը որն է ֆրանսիացիների համար։ Օրինակ, հիմա մենք փոլում ենք եւ անգամ նստել ենք այնպես, ինչպես նստում են ֆրանսիացիները, ոչ թե դեպի իրար։ Փորձում ենք նստել, ես հա թեքվում եմ, իմոտ են չի ստացում։ Որն է ֆրանսիացիների ապրելու արվեստը։ Ես այնտեղ չեմ ապրել, աղջիկս է այնտեղ ապրել վերջին երկար ամիսներին, որպես ուսանող, ես իրենից եմ որոշ բաներ հասկացել եւ իմ ֆրանսիացի ընկերներից ֆրանսաբնակ իրենք բան ունեն շատ
առաջին հայացքից է թեթևության տակ իրականում բավականին հետաքրքիր ուսումնասիրում են իրենց շուրջ կատարվողը եւ աշխարհում կատարվողը եւ հետաքրքիր բան ունեն, վերլուծական մոտեցում ունեն։ Այդ ինձ շատ է դուր գալիս, դա նաև հասարակության հասունության մասն է խոսում։ Այսինքն գիտակցական վերլուծություն, ոչ թե մեծպես էմոցիոնալ ազդեցություն։ Շատ ավելի գիտակցական, քան մերը, շատ ավելի հասուն որպես հասարակություն։ Եվ իհարկե այդտեղ հասկանում ենք, որ այդ բազմաթիվ տարիների, տասնամյակներ, հարյուրամյակների փորձն է, որը իրենց ձևավորել է որպես հասարակություն։ Չնայած այսօր իրենք էլ մեզպես բողոքում են, որ փոխվում է, որ առաջվան չի։ Հիմա օրինակ հայոց իրականության մեջ դու տեսնում ես սեղանի շուրջ մենք չենք այդ մարդիկ, բայց սեղանի շուրջ նստած երկու հոգի, երկուսն էլ հեռախոսի մեջ։ Ես չեմ տեսել Ֆրանսիայում հեռախոսի մեջ ապրող մարդկանց, եթե նրանք գտնվում են մի սեղանի շուրջ։ Նրանք իրար հետ խոսում են, զրուցում են, անպայման ուտում են իրենց ֆրանսիական սոխով ապուրից մինչև խխունջները կամ իրենց համեղ բակետ հացերը, վրան կարակով, ամեն ինչով, այսինքն եթե նրանք հայտնվել են այդ իրողության մեջ շփման, ագահի պես շփվում են։ Ես ասում եմ ավելին, իրենք շատ կնեղանան զրուցակցից, եթե զրուցակիցը այսպես մեր հաճախականությամբ շփվի հեռախոսի հետ, այսինքն էլի ձանձրույթի մասն է։ Այս սա բանն է, ավելի ինքնահարգանքի երևի, ինքը ասում է մենք եկել ենք ու նաև շփման հանդեպ հարգանքի, մենք եկել ենք այսօր մենք այս պահին միասին ենք, ուրեմն մենք միասին ենք, մենք խոսում ենք։ Այդ դեպքում դրեք մի կողմ սարքերը, այս իրենց մոտ շատ եմ նկատել։ Մեզ հյուրասիրում են համեղ բաներ Պոլում, ամառային մենյու ունեն, ես որոշել եմ փորձարկել եւ ազնվորեն ասել իմ կարծիքը, բայց գիտես, լավ ուտելիքը միշտ տեղին է լինում։ Paul Bakery կաֆե-ռեստորանում ուտեստները համեղ չէ, շատ համեղ են, իսկ դեսերտն ուղղակի անմահական։ Հեռանալիս չես կարող անտարբեր մնալ, քանի որ ֆրանսիական հացերի տեսականու գլխապտույտ բույրերով արփած ես լինելու։ Եվ մի ամբողջ զամբյուղ հավաքելու ես 23 տեսակի տարբեր հացերով, այնպես որ էլ չխոսենք մեր հավաքած քաշի մասին։ Երևանյան տաք գարունների եւ ավելի տաք, բարդ ամառների համար Փոլում արդեն թարմացրել են մենյուն, դարձնելով ամառային եւ հարստացնելով նոր ու գայթակղիչ համերով։ Այնպես որ նույնիսկ այստեղի մշտական այցելուները երբեք չեն ձանձրանա, միշտ կգտնեն նոր ու յուրահատուկ համեր։ Լիլ, արի քո հեղինակային երգերի մասին խոսենք, սիրով։ Ինչի մասին ես դու գրում եւ որ լեզուներով ես դու գրում։ Ես սկսել էի գրել բոլոր իմ անցած լեզուներով։ Նույնիսկ մի ամբողջ ալբոմ ունեմ իսպաներեն։ Որովհետև իմ երազանքն էր, ես այնքան էի սիրում իսպաներենը, որ երազում էի անպայման այդ լեզվով ստեղծագործել։ Եվ գրեցի երգեր ու մինչև հիմա գրում եմ իսպաներեն երգեր, բայց հիմա նախընտրում եմ ամեն ինչ, անգլերեն էլ եմ շատ գրել, իտալերեն ունեմ երգեր։ Հիմա ինքս իմ գրած երգերը թարգմանում եմ հայերեն։ Ինքս ինձ երևակայել եմ, որ ես ինչ-որ առաքելություն ունեմ այս կյանքում, ասում եմ, ես պիտի հայկական հայալեզու երգարանը հարստացնեմ, այնքանով, ինչքանով ես կարող եմ։ Այս իմ փոճուրիկ մասով, իմ փոճուրիկ կաթիլը պիտի այդ ծովում ավելացնեմ։ Բայց քո ֆրանսերեն կամ իսպաներեն կամ այլ լեզուներով երգերում էլ շատ կա հայկականը։ Քո ձայնից մինչև քո մեղեդին շատ հայկական է։ Չի կարող չլինել, որովհետև լեզուն իրականում որոշում է մեր երաժշտականությունը։ Լեզվի երաժշտականությունից բխում է մեր երաժշտականությունը ընդհանրապես։ Եվ հայկական ջազը կամ հայկական ռեփը եւ այլն պիտի անպայման լինեն հայկական, որովհետեւ իրանց մեջ կրում են հենց հայկական շեշտերը, հայերենի ռիթմիկան ամբողջ ռիթմիկ պատկեր, որովհետեւ միայն շեշտերից չի բաղկացած։ Դու խնդրում եմ կեր քո բուրատա վաղցանը, ես երկու խոսք ասեմ իմ ընթացիկ ուտում եմ դեռ իմ աղցանի մասին, այսինքն սա կրուասանյան թեթև հացիկի վրա հավաքած սնկով եւ հավով շատ հետաքրքիր թեթև կատնային սերուցքով աղցան է ու վերջն է։ Եթե սա ամառային մենյուում կա, ապա ես ասում եմ այո, սեղմում եմ կոճակը ու պտտվում եմ դեպի այս աղցանը։ Այդքան համեղ է ու շատ տակ-տակ պիտի ուտեք իրան։ Այդ մեկ։ Լիլիթը աշխարհի բոլոր գույների լոլիկները տեսա։ Ու դա շատ գեղեցիկ է։ Ինչ համ ունի քեզ համար Արցախը։
կտրուկ անցում էր արևի ես մի ֆրանսիական երգերի թարգմանությունների մի ալբոմ ունեմ, որի անունը երգերից մեկի առաջին տողով է դրել, կանաչ արև, Soleil Vert, եւ կանաչ արև, այնտեղ կանաչ էր ու արև էր, ու քանի որ ու ես այնտեղից արդեն շատ հասուն տարիքում առաջին անգամ լինելով, ես այնտեղից շատ փոխված դուրս եկա, առաջին անգամ, այն որ մտնում է մարդը ինչ-որ շատ լուրջ վիրահատության ու լրիվ փոխված դուրս է գալիս, ես մի քանի օրում շատ փոխված եմ դուրս եկել առաջին այցից։ Երբ էր քո առաջին անգամ Արցախ։ 2018-ին։ Ես արդեն մեծ մարդ էի, շատ մեծ։ Ես արդեն վաղուց պիտի եղած լինեի։ Դե հանգամանքները տարբեր են բոլորիս կյանքերում, բայց քո սերը եւ այդ սիրո տարածումը եւ այսօր էլ Արցախի մասին բարձրաձայնումը լինի երգի տեսքով, բանաստեղծության, աղոթքի, գրառման, կարոտներդ որևէ կերպ աշխատում են ու հասնում են մարդկանց սրտերին ու ես գիտեմ այդ ինչքան շատ կարևոր սպեղանի է։ Խոսքը ինքնին ամենակարևոր ուտեստն է։ Լիլ, փորձելով ամփոփենք, թեև ես քեզ հետ կարող եմ խոսել օրերով, լսել տարիներով եւ կարդալ հավերժ։ Կասես, խնդրում եմ, քո հյուրախաղերը, որտեղ երբ են տեղի ունենում, ինչպիսի մարդիկ են լսում Լիլիթ Գլեյանի հեղինակային երգերը եւ որ երկրներն են հաճախ ձեզ հրավիրում։ Հենց այս գարնանը երկու համերգ ունենք Վիեննայում եւ Զագրեբում։ Ես կարող եմ հատկապես Զագրեբի մասին խոսել, ինչու, որովհետեւ այնտեղ մի շատ հետաքրքիր մարդ, խորված, երաժիշտ հայ չի ընդհանրապես եւ շատ պատահաբար է ինքը իմացել Հայաստանի մասին, Հայաստանի գոյության մասին։ Քո երգից։ Չէ, իմ երգից չէ, բայց երաժշտական միջավայրից, որովհետեւ կոնսերվատորիայում այդպիսի զարմանալի կին է ինքը Էվա անունով, Էվա Կիրխմայեր-Դիլիչ, դաշնակահար, բայց մի զարմանալի բարից իսկական որտեղի անցած զարմանում եմ իր վրա, ոնց է ինքը հասցնում այդ իր էներգիան ինչպես է հերիքում, եւ հիմա ինչպես է ինքը տարված Արցախով, ու ինքն է ինձ գտել բանից։ Մենք Արցախի շրջափակման օրերին խաղաղության առցանց փառատոն էինք անում, փորձելով տեղեկատվությունը տարածել հնարավորին չափ։ Եվ ինքը ինձ նամակագրեց, բա գիտես, ես էլ եմ ուզում անպայման իմ մասնակցությունը ունենալ։ Ու մեր միջև այդպիսի ընկերություն սկսվեց։ Եվ Խորվաթիայի համայնքը հայ, որը շատ պստիկ է, շատ պստիկ, երևի Եվրոպայի ամենափոքրիկ հայ համայնքն է, բայց այն երաժշտական ու մշակութային աշխուժությունը, որ այնտեղ կա, Հայաստանի շուրջ, եւ ինչ գործ է ինքը անում, որպեսզի հենց տեղի խորվաթներին բացատրի, տրամադրի, ներկայացնի անցորում կառավարության մակարդակով իրենք արդեն հասնում են այնպիսի բաների, որ այստեղ պատվիրակություններ են գալիս եւ այլն, մեկ մարդու ոգևորությունը իր շուրջը հավաքել այնտեղի նաեւ հայ համայնքի մյուս բառանդամների ու այդպես հաստատվել, որ մենք արդեն երկրորդ անգամ պիտի այնտեղ համերգ ունենանք, այս անգամ լինելու է բարեգործական եւ Արցախից տեղահանված տեղահանված երիտասարդ պատանի ավելի ճիշտ երաժիշտների համար երաժշտական գործիքների այդպես հանգանակություն պիտի արվի։ Ինձ սիրուն բան եք անում։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Իսկ Երևանում որտեղ ու երբ կունենաս համերգ։ Երևանում հավանաբար ամռան կունենանք, ավելի կոնկրետ։ Տեղեկանալու համար հետևեք Facebook-յանի մեջ։ Իսկապես արժի հետևել։ Ես շատ վատ բան եմ ինքնագովազդվող եմ, այո, Instagram-ցի եմ այդ առումով։ Լիլիթի գովազդը ճակերտավոր գովազդը իր երգն է, իր հնչյունն է եւ իր մեծ սիրտն է, որը գալիս է շատ լուրջ, լավ ընտանեկան ավանդույթներից եւ իր մեծ սիրուն հոգուց։ Իր ամենօրյա կատարած աշխատանքից։ Լի, ինքն շնորհակալ եմ, որ եկա։ Դու բուրատանկեր, ես փորձեմ ամփոփել մեր զրույցը։ Խոսքը ցորենի հատիկ է։ Եթե այդ խոսքը ճիշտ է ասվում, հասնում է մարդու սրտին եւ ստանում է այն ազդեցությունը, կարողանում է ձևավորել այն առողջությունը, որի կարիքը մարդն ունի։ Ցորենի հատիկն էլ մի հատիկը ճիշտ հողում, պարարտ հողում գցելով ստանում ես հասկեր, արտեր,
որոնցից մենք ձևավորում ենք այն հացը հանապազորյա, որն ամեն օր ուտում ենք, որպեսզի կարողանանք նորից ձևավորել ու ծնունդ տալ խոսքին։ Այնպես որ հոգևորն ու նյութականը իրար հետ այսպես փոխկապակցված են։ Մեկը առանց մյուսի անգո է, եւ մեկը մյուսին բացասելով երբեք չի ունենա շարունակություն։ Ժամանակակից աշխարհի ամենատհաճ բանը, որ փորձում են հոգևորը բացասելով նյութը բերել միայն նյութը բերել առաջին պլան, իսկ այդ դեպքում կյանքը չի աշխատում, ապրելը չի աշխատում եւ չի աշխատում փոլի ամառային մենյուի վրա գրած art de vivre չի աշխատի այդ։ Մենք համի ուժով շատ հաճելի ու տարօրինակ ու տարբեր թեմաներից ենք զրուցում։ Ես շարունակեմ ուտելին հիանալի աղցանը։ Մեր Չքնաղ Աբովյան փողոցի այս բանուկ հատվածի Paul Bakery ռեստորանից բացի Երևանում նաև Paul Le Café-ներ կան։ Սրանք Paul ընտանեկան ռեստորանի ավելի թեթև, սրճարանային, ավելի երիտասարդական տարբերակն են, որտեղ կարելի է հանդիպել, սրճել, քննարկել, դեսից դենից խոսել, համակարգչով աշխատել։ Այստեղ կարող եք սիրելի կրուասանների կամ սուրճերի հատուկ տեսականոց ձեր նախընտրածը վերցնել ձեզ հետ։ Հասցեները նշեք, որ չմոռանաք։ Paul Le Café-ները գործում են Տերյան 5 եւ Բյուզանտ 13 հասցեներում, Երևան մոլում, Մեգա մոլում եւ իհարկե Զվարթնոց օդանավակայանի նորաբաց Paul-ը, որն իմ ամենասիրելին է ճամփորդությունների ընթացքին։ Օտարի գրավոր ու բանավոր խոսքը հասկանալու համար թարգմանիչ է պետք։ Ինչպես Բայրոնն էր ասում, սեր խոստովանելու լեզուն անգամ, ֆրանսերենը եւս թարգմանության կարիք ունի։ Բայց համերի լեզուն համամարտկային է։ Ֆրանսիական, իտալական, գերմանական, թե հայկական խոհանոցներում արարված խոհերը, կերակուրները, իրենք են երկխոսում մեր քիմքի հետ։ Լավ պատրաստված ուտեստի միտքը մեր քիմքը լավ է հասկանում։ Եվ հաստատ այդտեղ թարգմանության կարիք չկա։ Մենք վստահ եմ էլի կհանդիպենք համի ուժի ոլորաններում։ Մեր որոնումներում կհանդիպենք լուսավոր մարդկանց, որոնց լույսն ու ուժը բացահայտելու եւ իրար սեր փոխանցելու համար իհարկե պետք է համեղ ու սրտանց պատրաստված որևէ ուտեստ։ Համի ուժով պատրաստված։ Ձեզ հետ կրկին ես էի, Նազենին։ Անհամբերությամբ կսպասեմ հաջորդ կիրակին։ Առայժմ